Սիրելի մեծավանցիներ, 2026 թվականի նախընտրական քարոզարշավի շատ կարևոր մի հանգրվան է եւ իրականում գիտեք ինչ, օրակարգերը ձևավորվում են, ձևակերպվում են, զարգանում են եւ ապրում են եւ խոսակցության մեջ մենք հիմա հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետքա տանք մի հետեւյալ հարցի պատասխանը։ Արդյոք հայ ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը պետքա մնա գաղթականի պանդուխտի սոցիալ հոգեբանության մեջ, թե հայ ժողովուրդը այնուամենայնիվ պետք է տանտիրոջ տրամաբանության մեջ մտնի։ Այս խոսակցությունները իհարկե սրանք քաղաքական խոսակցություններ, իրանք շատ բարդ զարգանում են եւ վերջին կաթիլը, այսինքն նկատի ունեմ, ինձ համար քաղաքականությունը կենթանի պրոցես է, ժողովուրդ։ Քաղաքականությունը խոսակցություն է, որը միտեղից սկսում է, զարգանում է երկրորդ տեղ, հետո հասնում է երրորդ տեղ։ Ես այս վերջին օրերին ես նկատում եմ, որ ոչ թե նկատում եմ, Երևանում հատկապես շրջելիս շատ մոտենում են մարդիկ, ով ասում են բարև ձեզ, մենք պարսկահայ ենք, մենք իրանահայ ենք, սիրահայ ենք, լիբանանահայ ենք, եւ 1-2-3 կետից ես սկսում եմ մարդկանց հարցնել, ասել ժողովուրդ, դուք իսկ Հայաստանի քաղաքացիություն ունեք։ Երբ որ ասում են, չէ, չունենք Հայաստանի քաղաքացիություն, ասում եմ շատ լավ, կամ ասում եմ, բա ինչի չեք դիմում ստանաք, որ ասում են Հայաստանի քաղաքացիություն ունենք, իմ ռեակցիան հետևյալն է, առնվազն մեկ-մեկ բարձր եմ ասում, մեկ-մեկ մտքումս եմ մտածում, ասում եմ, բա ինչի եք ասում, սիրիահայ ենք։ Հայաստանի քաղաքացիություն ունեք, ուրեմն հայաստանցի եք, էլ սիրիահայը որն է։ Ես այնչի համար եմ ասում, ընդհանրապես ես շատ կարևոր եմ համարում, որ մենք մեր պատմության շերտերը բացենք ու բացահայտենք։ Եվ պատմության այս շերտերի մասին մտածելիս ես ամեն անգամ արձանագրում եմ, որ մենք անընդհատ խորհրդային միության ժամանակ, խորհրդային անկախության ժամանակ, անկախության հռչակագրով մենք ինչ ենք արձանագրել։ Մենք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառ է։ Սա շատ կարևոր բան է, մենք էլ չենք նկատել, որ մենք պետություն ենք ստեղծել 1990 թվականին, 90-91 թվականին, բայց ասել ենք, որ պետությունը, այս պետությունը, որ մենք ստեղծում ենք, այս պետությունը կանգառ է մեզ համար, որովհետև այստեղ կանգ ենք առնում, դեռ պետքա գնանք, ուրիշ հայրենիքներ պետքա փնտրենք եւ գտնենք։ Եվ ճշմարտությունն է, որ անկախությունից ի վեր մենք մեր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել ենք որպես կանգառի։ Ինչն է տարբերությունը եւ ոչ որպես հանգրվանի, որպես կանգառի եւ ոչ որպես տան։ Կանգառի ու տան տարբերությունը գիտեք որն է, որ երբ որ կանգառի իմաստն է, որ դու ճամփի վրա ես, դու տեղ ես գնում, դու ոչ թե հասել ես տեղ, այլ դու տեղ ես գնում։ Երբ որ դու կանգառում ես եւ ոչ թե հանգրվանում, այդտեղ կերածդ կերած չի, նստածդ նստած չի, քնածդ քնած չի, որովհետեւ անընդհատ ճամփի վրա ես։ Մենք որ ճամփի վրա ենք գնում, որ գնում ենք երկար ճամփա գնալիս ենք գնում, ճամփին միտեղ կանգնում ենք, ջուր խմենք կամ հաց ուտենք։ Ինչ ենք անընդհատ ձեռներս, աշկներս ժամացույցին, չէ։ Սկզբունքորեն ոչ մեկ էլ մեր վրա ժամանակ չի դրել, ասենք հիմա ենթադրենք միտեղ ենք գնում, բայց ճանապարհը միշտ մեզ թույլ չի տալիս, որ մենք մեր միջավայրի վրա կենտրոնանանք, ու կերածից էլ բան չենք հասկանում, քնածից էլ բան չենք հասկանում, եւ մեր երկրի խնդիրների մեծ մասը կախված է նրա հետ, որովհետեւ երբ որ մենք կանգառում ենք, օրինակ ժամանակավոր տանը, Ժորժ ջան, ժամանակավոր տանը, ճիշտ է, կարանք մի քիչ այս կոմ անենք, մի քիչ այն կոմ անենք,
բայց ոչ ոք ժամանակավոր տանը չի վերաբերվում նենց, ոնց որ վերաբերվում է մշտական տանը։ Ես դրա համար եմ ասում, այսօր շատ է քննարկվում, որ մեր անկախության հռչակագրի մեջ մենք դա ենք դրել, որ մենք հեսա ոտի տեղը հանգրվանա, մենք հլա պտի գնանք, ուրիշ հայրենիքներ փնտրենք, գտնենք, եւ այլն եւ այդպես շարունակ։ Ընդհուպ ծովից ծով Հայաստան ունենանք, բայց մենք չենք հասկանում, ժողովուրդ ջան, որ երբ որ մենք ծովից ծով Հայաստանի օրակարգ ենք բերում առաջ, բացում ենք նաեւ ծովից ծով Թուրքիայի եւ ծովից ծով Ադրբեջանի ճանապարհը, որովհետեւ եթե դու ծովից ծով, իսկ ով ասել մենակ մենք ենք երազում ծովից ծով Հայաստան, բանի, ծովից ծով երազել ծովից ծովի մասին։ Բոլորն էլ, եթե դու ասում ես մենք ծովից ծով ենք ուզում, մյուսն ասում է մենք էլ լեռից լեռ ենք ուզում։ Ու տեղա որ կոնֆլիկտը սկսում է, այս ամբողջ պատմությունը կռիվ դավի սրա համար է, ժողովուրդ, սրա մասին է։ Մենք հասել ենք տեղ, թե մենք ճամփի վրա ենք։ Սա Հայաստանի Հանրապետությունը մեր հարատև տունն է, թե մեր միջանկյալ կանգառն է, ավելի լավ, ավելի չգիտեմ ինչ Հայաստան ունենալու համար։ Ես եկել եմ ձեզ ասելու, իմ կարծիքը ձեզ հետ կիսելու, որ մենք տեղ ենք հասել, ժողովուրդ։ Մենք ուրիշ հայրենիք փնտրելու կարիք չունենք, մենք ուրիշ հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով մեր երազանքների հայրենիքն է, մեր երազանքների տունն է, եւ մենք տեղ ենք հասել, մենք այլևս պանդուխտ չենք, մենք այլևս գաղթական չենք, մենք գաղթելու կարիք չունենք, մենք անապատի միջով 40 տարի քայլելու կարիք չունենք, մենք քայլեցինք այդ անապատի միջով եւ հասել ենք մեր երազանքների երկրին, մեր ավետյաց երկրին, մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Եվ երբ որ ասում ենք խաղաղություն, այդ խաղաղությունը միայն մեր սահմանների երկայնքով չի, որ մեզ անհրաժեշտ է, որովհետև մեր սահմանի երկայնքով խաղաղություն հաստատելու համար մենք պետք է խաղաղություն հաստատենք մեր մտքերում ու սրտերում։ Մենք պետք է հասկանանք, որ մենք տեղ ենք հասել, մենք ճանապարհի վրա չենք։ Եվ երբ որ մենք հասկանում ենք մեր ճանապարհի վրա չենք, այլ տեղ ենք հասել, երբ որ հասկանում ենք, որ այս երկիրը մեզ համար ոչ թե կանգառա, այլ մեր հարատև տունը, մենք կենտրոնանում ենք այդ մեր երկրի ամեն քառակուսի մետրի կարիքի վրա։ Մենք կանգառում ենք եղել դրա համար մեր երկրում դպրոց չի եղել։ Մենք կանգառում ենք եղել դրա համար մեր երկրում մանկապարտեզ չի եղել։ Մենք կանգառի հոգեբանության մեջ ենք եղել դրա համար, որ 2018 թվին Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Այդ 16000 դրամով մարդը հաց ու պանիր չէր կարող առնել։ Մենք մեր հոգեբանությունն ենք փոխհասկացել ենք, որ սա տուն է։ Եվ դա պատճառը, որ այսօր թոշակը միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Դրա համար ենք մենք 18 թվից 3 անգամ նվազագույն թոշակը ավելացրել ենք, որովհետև որպեսզի մարդիկ տանը զգան իրանց, դրա համար որ մենք առողջության ապահովագրություն ենք սա ներդրել, դրա համար որ մենք գնացել ենք խաղաղության հետևից, որովհետև ոչ մեկ չի ուզում, որ իր տանը կռիվը լինի, բոլորը ուզում են, որ իր տանը խաղաղություն անի, եւ մենք դուք եք հաստատել խաղաղությունը, որովհետև ձեր աջակցությամբ է, որ մենք մինչև այսօր այստեղ ենք։ Եվ այսօր ես էլի ուզում եմ ասեմ, Հայաստանը շատ բարդ պատմություն է ունեցել։ Շատ բարդ պատմություն է ունեցել։ Այսօր Հայաստանում կան ապրող մարդիկ, որոնց նախնիները եկել են Վանից, Մուշից, Կարսից եւ բոլոր հնարավոր տեղերից։ Եվ մենք պետք է հասկանանք, որ մենք տեղ ենք հասել։ Այսօր էլ Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներին
Չեն թողում, որ այդ մարդիկ խաղաղվեն, հանդարտվեն, տնավորվեն, մեր օգնությամբ, կառավարությամբ, անընդհատ աղ են լցնում նրանց վերքերի վրա խոսելով ինչ վերադարձի մասին։ Վերադարձի օրակարգը ու ընդ որում ես էլի ասում եմ, պատասխանատու ասում եմ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգում երբեք չի եղել Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը միլիոններ է ծախսում, հայաստանյան կուսակցությունները միլիոններ են ծախսում, որպես այդ օրակարգը բերեն, այդ հարցը բերեն օրակարգ։ Ու նույն մարդիկ ուշադրություն դարձրեք, խոսում են թե Ղարաբաղ վերադարձի մասին, թե ադրբեջանցիների վերադարձի մասին։ Եվ իրանք հասկանում են, որ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեման բացելով, այդ ճանապարհը բացելի մասին խոսալով իրանք հակառակ ճանապարհներ են բացում։ Իրանք ուզում են բացեն հակառակ ճանապարհը, որ մեզ զրկեն խաղաղությունից, նախ հոգու խաղաղությունից, սրտի խաղաղությունից, ապա եւ ֆիզիկական խաղաղությունից։ Այդ մարդիկ ինձ մեղադրում են, ասում են, դու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ես։ Ճիշտ են ասում, ժողովուրդ ջան, ճիշտ են ասում։ Բայց ինչեմ ես Հայաստանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, որովհետև հասկացել եմ, որ որպեսզի մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Որովհետև եթե դու չես ճանաչում քո միջավայրի տարածքային ամբողջականությունը, իրանց էլ հնարավորություն ես տալիս, որ չճանաչեն քո տարածքային ամբողջականությունը։ Այսօր մեզ ասում են դուք սահմանների մասին եք խոսում եւ մեզ արգելում եք, որ մենք գնանք դեպի արևելք եւ դեպի արևուրք, ընդարձակենք Հայաստանը։ Ասում եմ ճիշտ եք ասում, բայց այդ սահմանը, որը մենք դնում ենք եւ դրել ենք, ինչքան մեզ է խանգարում ծավալվել դեպի արևելք եւ դեպի արևմուտք, այնքան էլ արևմուտքից է խանգարում, որ ծավալվեն դեպի մեզ երկու կողմերից եւ մեր երկիրը հերթական անգամ դառնա ոտի կոխան։ Այդ մարդիկ մեզ ուզում են հետ տանեն կոնֆլիկտի եւ պատերազմի հորձանուտը։ Այդ մարդիկ ուզում են, որ մենք չխաղաղվենք։ Այդ մարդիկ ուզում են, որ մենք մեր երկրին վերաբերվենք որպես կանգառի, որպես ժամանակավոր կացարանի, որպես ֆորպոստի։ Մենք դուրս ենք բերել Հայաստանը այդ ճակատագրից։ Մենք Հայաստանի Հանրապետությունը դարձրել ենք հարատև տուն եւ հարատև հանգրվան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Եվ պատահական չի ժողովուրդ, տեսեք ախր տեսեք, փաստերը իրանք իրենց մասին խոսում են, 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատվել է խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ կպատվի օգոստոսի 8-ին, այսինքն տարվա 8-րդ ամսին, բայց 2025 թվականը առաջին տարին է մեր երկրի պատմության մեջ, որ արտագաղթը դադարել է եւ ներգաղթ է սկսել ժողովուրդ առաջի տարին Հայաստանից գաղթած, հեռացած քաղաքացիների թիվը ավելի պակաս է 8860-ով, քան Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը։ Երբ որ մարդիկ հասկացել են, որ սա կանգառ չի, այլ հարատև հանգրվան, հայությունը վերադառնում է Հայաստան, հայաստանցին վերադառնում է Հայաստան։ Եվ այս ընտրությունը սրա մասին է, ժողովուրդ։ Դուք պետք է որոշեք Հայաստանի Հանրապետությունը կանգառա, թե տունը։ Հայաստանի Հանրապետությունը կանգառա, թե տունը։ Դուք պետք է, եւ այդ է պատճառը, որ ես ձեզ կոչ եմ անում, ընդ որում ասում եմ, ժողովուրդ, տարընթերցում չլինի 2018 թվականից ժողովրդի տված մի քվյաթերթիկ անգամ չի եղծվել, չի կեղծվել ու չի կեղծվելու։ Դուք ինչ կորոշեք, ես ձեր որոշման հնազանդ կատարողն եմ։ Ես ձեր որոշման հնազանդ կատարողն եմ։
որպես մարդ, որ վերջին 8 տարիներում առաջնորդել է Հայաստանը ամենածանր փորձությունների միջով, մենք երկիրը հասցրել ենք մի վիճակի, որ այսօր մենք պետություն ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ, միջազգային հեղինակություն ունենք ավելի քան երբևէ, եւ մեր հեռանկարները անսահման են ավելի քան երբևէ, մենք այսօր նախկինում մենք ապրում էինք նոր տարին անցնի, սրբխե չանցնի, տոները անցնի տրամաբանությամբ, այսօր մենք պետք է անցում կատարենք, 5 ամսից պլանավորում էր 50 տարի պետք է լինի, 500 տարի պետք է լինի, 1000 տարի պետք է լինի, եւ մենք մեր երկիրը, մեր տունը որպես տուն եւ ոչ թե որպես կանգառ, պետք է փոխանցենք հաջորդ սերունդին, նրանք հաջորդ սերնդին, եւ այսպես 100-ամյակով եւ 1000-ամյակով Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, այս հարցն ենք մենք այսօր լուծում, այս է պատճառը, որ ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել այս օրակարգին, տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել պետությանը, տեր կանգնել ապագային, տեր կանգնել անկախությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև ինչու ենք քննարկում այդ ամենակարևորը, քվեարկությունը ինքնանպատակ չի, իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, մեծավանին, տաշիր խոշորացված համայնքին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց այստեղ մի շատ կարևոր հարց կա պատասխանելու, որովհետև ես խոսում եմ մի կարևոր դարակազմիկ շրջադարձային ճակատագրական որոշման մասին։ Ես խոսում եմ խաղաղությանը եւ պետությանը տեր կանգնելու անհրաժեշտության մասին։ Մեր իրականության մեջ երբեմն նաեւ ընդունված է մտածել, որ դե ես ինչ եմ որոշում, որ մեկը ամեն ինչ որոշված է կամ չգիտեմ, կամ նույնիսկ այսօր ես մոտենում եմ մարդիկ բաներում, բակերում եւ այլը մոտենում են ինձ, ասում են շնորհավորում ենք, ասում եմ ինչի համար եք շնորհավորում ժողովուրդ ջան, ասում են դե ընտրված ես, ասում եմ ընտրությունները հունիսի 7-ին է, եւ այստեղ ինձ ինչն է ամենաշատը անհանգստացնում եւ ինչ եմ ես ուզում ասել, այս ինչ որ ես խոսացի, շատ կարևոր էր, ճիշտ է, շատ կարևոր էր, Հայաստանի Հանրապետությունը տունա թե կանգառ, Հայաստանի Հանրապետությունը խաղաղություն պետք է ունենա թե կոնֆլիկտ, այս հարցերի պատասխանը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու ես,
եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ մեկ մարդ, ընդամենը մեկ մարդ պետք է 2026 թվականի հունիսի 7-ին գնա ընտրական տեղամաս եւ տեր կանգնի խաղաղությանը, տեր կանգնի պետությանը, տեր կանգնի ապագային, տեր կանգնի անկախությանը, տեր կանգնի Հայաստանի Հանրապետությանը, փառքնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, մեծավանին, տաշիր խոշորացված համայնքին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառքնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։